Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի թրիփ նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։ Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած Ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն նրանց սին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունը այս հարցում շատ հստակ է։ Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Վերջերս Ադրբեջանը մեր ևս 4 հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով, բայց կառավարությունը շատ արագ վերադարձավ լուր դիվանագիտական աշխատանքը շարունակելուն, հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ լուր դիվանագիտական աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր 4 հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա պարզապես։